Բարի այսօր սերներ, շնորհակալ ենք, որ Աստված շաբաթը եւս մեզի բահեց եւ այսօր հավաքվեցանք նորեն իր խոսքին շուրջը։ Մենք մեզ բամը չենք կնարնել, անորոշ միշտ պետք է Սուրբ Հոգին օգնությունը, ներկայությունը, առաջնորդությունը խնդրենք, աղոթենք միասին։ Երբ հայ շնորհակալ ենք Տերը այսօր անգամ եւս մեզի հավաքեցիր քո խոսքից շուրջը, կխնդրեմ, որ Սուրբ Հոգիով մեզի առաջնորդես Եվ ինչ որ պիտի խոսենք Տեր, խնդրեմ, որ Սուրբ Հոգին մեր մեջով խոսի։ Հիսուսի անունով խնդրեցի անօթափածային արժանիքով։ Ամեն։ Պիտի շարունակենք սերդել աջիլ Աստծո հետ հարաբերությունների մեջ։ Մեր հարաբերությունը Աստծո հետ աջելու մեջ է։ Հասած ենք 9-րդ դասը, որ գսե մեղք, ավետարան եւ օրենք։ Աս նյութը շատ ծավալուն նյութ է, շատ երկար կգնանք խոսել, բայց հագիշտ կերպով վրային պիտի անցնենք։ Ուրեմն առաջին դեղը որ պիտի կարդանք Սաղմոս 119, 93 եւ 94 համարներն են։ Հավիտյան պիտի չմոռնամ քո հրամանները, անձի անոցով ենթանացիր զիս։ Ես քո գտի եմ, վրգեզիս, բացներ քո հրամանները փնտրեցի։ Այո, քո բադվիրանքներդ փնտրեցի, այսինքն Սաղմոս 2-ը որ երբեք ու հրամաններ պիտի մոռնամ քո բադվիրանքներդ, որով անոնք ինձի կյանք տվին, այսինքն ամրեցուցին։ Այսինքն Աստծո խոսքը մեզի կյանք տվող խոսք մնե։ Միայն ասանք վրային չենք կարդալ եւ անցնիր։ Ուրեմն, բայց մեջ խոչընդոտ ունենք։ Ինչ է ամենեն մեծ խոչընդոտը մեր եւ Աստծո միջեւ։ Մեղքը։ Մեղքը գուքա եւ մեր միջեւ պատկը տնե, որ մենք Աստծո հետ հարաբերություն չունենանք։ Ադոր մասին քիչ միտք խոսենք այսօր, քանի որ մեղքը գսե ոչ միայն մեզի գփաժնե Աստծուց մե, այլև մեզի գխափե, գվնասե, գհյուձե, ի վերջո գգործանե։ Մեղքը այդ տեսակ բնավորություն ունի։ Մեր պայքարը մեղքի եւ մեր եսին թեմ ամենամեծ պայքարն է։ Ոմանք գանդեսեն մեղքը համարելով անիկա կյանքի բնական մաս, ի վերջո հաջուկներուն դրվելը մարդկային բնույթ է։ Արդյոք մենք թերակնադենք մեղքը, որովհետև հասարակության մեջ շատ չափազանց հարմարված ենք անոր հետ։ Մենք երբեմն գվախտանք շոշափելու մեղք թեման, հանգարց դիմացինը չի նեղվի, երբ որ մեղք կեսենք, որը մեկ բան։ Բայց պետք է տեսնանք, թե մեղքը ինչ տեսակ գործանարար աստուծներ ունի մեր վրան։ Սաղմո Թադավորած քիրքին մեջը բատնություն ունենք, Սամսոնի բատնությունը։ Սամսոնի բատնությունը շատ հետաքրքիր է եւ ծավալուն է։ Քանի մը գլուխներ է, բայց միայն քանի մը համարներ միայն մեջ են պիտի կարդանք։ Կարդանք Սամսոնի Թադավորած 16-րդ գլուխ, առաջին ով որ ունի 1, 4, 16 եւ 17 համարները։ 16-րդ գլուխ 16-րդ գլուխ Առաջինը 4-րդը 16 եւ 17-ը թուղթի վրա գրված է։ Vidենք, որ Սամսոնը Սամսոն գազականած ու հոն բորնիկ գին մտեսավ ու անոր մտար։ Անգերը շոբերեք հեղադղատին եզեր կտնակով գին մսիրեց, անոր անունը Տայգիլիա է։ Տասնվեցը Որովհետև ամեն օր իր խոսքերով անոր նեղություն գուտար, ուզանիգա բեռնատատեր
այնպես որ անոր սիրտը մինչև մահվան աստիճան ներվեցավ։ Այո։ Մեկամարտեր Ուստի բոլոր իր սրտի մեջ եղածը անոր բացմեց ու սավ անոր իմ քրկուս վրա ածելի չէ տված։ Կանցի իմ մորս արքանտեն ես Աստծո ուխտավոր եմ, եթե ածիլվիմ իմ ուժս ինձ մեկերտա ու դկարանամ եւ ամեն մարդու պես կլամ։ շնորհակալ եմ։ Ուրեմն Սամսոնը շատ զորավոր մարդ մներ։ Ինչու զորավոր էր, քան ուխտավոր էր։ Ինչպես ուխտավոր էր, քան որ իր ծնողքը երեխա չէր ունենալ, Տերոջը հրեշտակը եկավ եւ դիկնոջը ասա որ թուն երեխան բիդնաս, բայց երեխան բիդելա ուխտավոր, այսինքն Աստծո նվիրված մեկը։ Անիկա քինի, օղի կամ խաղողի վազեն եղած ովը մեկ բան բիչուդե։ Եվ անմաքուր բանի բիչի տպնա, ովը մեկ անմաքուր բանի բիչեմ եւ մազերը բիչի գդրվի։ Ուրեմն ուխտավոր է ասելով, մազերը բիչի գդրվի։ Հիմա Երբ որ գսե օղի եւ քինի բիչի խմե, այսինքն իր հասարակության մեջ եղած այն հաճույքները, որ մարդիկ կխորին անիկա հաճույք է, իրեն համար ադիգա բիչելա, ինքը հատկե հերու բիդվանա։ Երկրորդ մեռելու բիչի տպնա, որովհետեւ մեռած մարմինի անմաքուր բանի ինքը ադոր հետ կորց չունի, ադի իր կորզը չէ, բիչի տպնա։ Եվ երրորդ ածելի բիչի տպնա իրեն մազերուն, իրեն մազերը բիցցնե որ հիմա մեռածին համար ինչու գսե մեռածը Չուզե որ մահը աբագանե կյանքը, ասոր համար Աստված չուզե որ ինքը տպնա, եւ երրորդը մազը կցցնե որ դեսանելի նվիրվածություն ունի ինքը Աստծո հանդեպ։ Այսինքն տեսողանա իրեն մեկը դեսանը երկայն մազերով, կսե որ ասիկա դարբեր մարդ մնե։ Ուրեմն Սամսոնը նվիրված է Աստծո կորձին համար, Աստծո համար թադավոր է ինքը։ Եվ թադավորությունն է։ Սակայն Սամսոն ինքնաչի գիտեր ինչպես կլավոր գամած կշեղի Աստծո գոչում են։ Ինչ որ Աստված իրեն գոչեց, ինքը հատկետ կշեղի նախ որ քնած եւ գսե առած որ մեկ բացատրության որնիկ կին մտեսավ անոր մտավ։ Առաջինը իրեն մեղքի մեջ ցկեց։ Ադի չեր փավեր, անգեյելավ ուրիշ կին մկնած սիրեց։ Եվ ատկինը սկսավ անընդհատ իրեն ասել որ Ուրդեղ են եկու զորությունը, ինչպես կլավ տաշճապ ուժով ես, ինչպես կլավ տաշճապ զորավոր ես, ինչպես կլավ որ դու տաշճապ թշնամիներուն կհաղթես, եւ գսե անընդհատ իրեն ասել են ինչ կներ իրեն հոգին մահվան աշճան նեղացավ։ Այսինքն ասկինը մեկ անգամ չէ, երկու անգամ չէ, երեք անգամ իրեն փորձեց, ծուղակը ցկեց եւ ինքը դեսնալով ինքը ծուղակը գինա, ինքը ճուզեց ատկնոջմեն վազ անցնել, նախընտրեց ինքը ծուղակը մնալ Եվ վերջապես ըսավ գսե իր սիրտին մեջ եղածը ամենը պատմեց, որ իրեն մազը ածելի չէ տեսած։ Երբ որ մազը գդրեն, իր ուժը գերտա, եւ շուտ չէ ամիջապես կինը ըսավ, քանի որ ատկնոջ չէ 5 հատ նախարարներ գային, ամեն մեկը 1100 արձատ կամ ոսկի բիդային իրեն։ Ամեն մեկին 5500 գդոր արձատեղեն ոսկեղեն բիդի առներ ասկինը, փողի համար ծախեց Սամսոնին։ Բայց Սամսոն Ինչու համար գսե իմ աչքերուս անիգա հաջելի երևցավ այսինքն չսա որ Աստված առաջնորդեց ինձի ասկնոջքով չէ Աստված չի գա իրեն բանին մեջը ինքը ինչ որ ուզեց ինչ որ դեսավ հասարակության մեջ մորցավ որ ինքը ուխտավոր է մորցավ որ ինքը գանչված է եւ մորցավ որ իրեն կյանքը Աստծո կորձին համար է նպատակը ասավ ինչ որ ինձի հաջելի է ուրեմն Աստվածային նպատակեն շեղվեցավ, աստական իր փափակը լրացնելու համար։ Ատկի առաջալ արյուծին մեջը արյուծը չարտեց, կսեք, արդես ուլմը, արյուծը պրնեց երկու գեսրավ, վերջի երբ որ անդեղ են գանստե, տեսա որ արյուծին քարքսին մեջը, ինչին մեջ կսեն, մերած, հա? Մերած վանթագին մեջը մեղուները պույնտր են մեղր եղերը, մեղր արավ դարավ հորը մորնա գերցու չսավ որ ասիգա անմաքուր էր, չէ որ բետ չէ տպնար, բայց երավ, ադյալ երավ, վերջը խնջույք կազմագերբեց, ընգերներ հավակեց, չենք խմեց ինքը, բայց
Ատեսակ environment, ատեսակ հասարակության մեջ ինքը իրեն դրավ, ուր որ ինքը ասուզմը հեռացավ։ Միջավայր, այ շնորհակալ եմ։ Եվ այսպեսով Աստծո հրանքները գոդրեց։ Եվ Աստծո բոլոր ուխտերը, որ Աստվածին ուխտ դրած էր, այդ բոլոր ուխտերը ինքը գամած գոդրեց։ Ու ատկե վերջնալ եկան իրեն մազը գդրեցին, եւ ինչ եղավ, երբ որ մազը գդրեցին, ուժը քնած։ Մազի մեջ չէր իրեն ուժը, իրականության մեջ իրեն ուժը, իրեն ուխտին մեջ էր Աստծո հետ, բայց մազը սիմվոլ էր, այո։ Աչքի երևույթ էր, տեսնալու համար, որ ասիկա ուխտավոր է։ Եվ ուժը քնած։ Քանի մդարի աչքերն հանեցին, չէ որ աչքերուս հաճելի է, չսավ։ Ու շատիր պետք է լան, թե ինչ է մեզի հաճելի է։ Աչքերն հանեցին, այդ հաճելի եղած բանը ելավ աչքերը։ Եվ իրեն գխաղցնեին, վրան գխնդային, գզարնեին, ամեն բան գնային։ Եվ վստահ է, որ Սամսոն ապաշխարեց ասվիճակին մեջը։ Գիտավ իր սխալը, ուր ինգած էր, եւ գամած մազը երգնցավ, այսինքն Աստծո ողորմությունը հասավ իրեն նորեն։ Եվ մազը երգնցավ, նորեն Աստված իրեն ետ ընդունեց։ Եվ երբ որ երկու սույներու մեջը իրեն գծաղրեին, ինքը, ինչպես պատմությունը գիտեք, սույները քաշեց եւ սույները գոդրվեցան եւ ամբողջ դաջարի մեջ եղող ժողովուրդը, որ դոնախմբության համար եկած են եւ գխորեին թե իրենց չաստվածն է, որ իրենց հաջողությունը դված է եւ ամենը գսե այն օրը ավելի մարդ մեռավ, քան թե մինչեւ իր յանքին մեջ ինչ որ ըրած էր։ Ադի չէր հարցը Ուխուն մեծ հարված կարամ ժողովրդին։ Այո, որ այդ պայքարը, որ Սատանայի եւ Աստծո միջև սկսվեցավ երեքի մեջը, հիմա կշարունակվի մեր յանքերուն մեջը, մեր յուրաքանչյուրին յանքին մեջը, եւ մեզի գուզե Հիսուսը ասուզմը հերո բահ է։ Սրանքին է, որ վերջին Հիսուսի քալեն ամիջապես առաջ, գուզե մեզի հերո բահ է Աստծո հետ սերտ հարաբերություն գառուցել են։ Եվ հիմա մեր տասը ասել, որ ինչպես մենք կնանք ավելի լավ, ավելի սերտ հարաբերություն Աստծո հետ։ Ուրեմն մեր ժամանակը գխել է, ինչ տեսակ բաներով գուզե մեզի մեղքի մեջ սկել։ Մեր ժամանակը գխել է, մեր էներգիան գխել է։ Աստծո համար քրթե փամը չի մնալ որ անենք։ Գուցե անիկա գսե մեր աշխատանքն է, գործի գերտանք։ Կարելի սոցիալական մեդիան է, ամենադեն սկրոլի վրա են, գնայինք ինչ կա, ինչ չկա, ով ուր քնած, ով ուր դեղեն եկավ։ Ուրիշի կյանքով հետաքրքրված, երբ որ քո կյանքը դիզորայի բանի մեջ է, նեղության մեջ է։ Կամ շուգաները գերտաս, կամ սպորտով գսպաղվից, կամ ուդելիքով գսպաղվից, փամը որ քո ժամանակը աչափ կխլե քեզ մե, որ դու Աստծո ժամանակ չունես տալու։ Եվ անհավասարակշռության մեջ կինաս հրամե։ Սիրես այս աշխարհի վրա, որ Քրիստոսի հետ կապ չունի, անիկա որ Սատանան թույլտվող բռնա դիմացին։ Ինչ կսիրես, օրինակի համար մեկը ջաշ մգեսերը, ինչև էր չարիգա բուդը։ Հին մգրնա հակուստ միսիրել, ինչև էր կերտա հատակուստ բկենե։ Մեկ գնա գոշիկ մկինը, ինչև էր ճադոր մասին գխորի։ Ուրեմն այդ ժամավաճառությունը Սատանային ցերկի մեջ պատկված է։ Մացենին ժամավաճառ գնե, իրեն սիրած խանորում վրա դարձնող, ինչպես որ Սամսոնին աչք արկինը տեսավ եւ սիրահարվեցավ։ Չխորեցավ։ Այո։ Այսինքն ասանան գիտե մեր թույլ գողմերը եւ այն բաները, որ մեզի կշեղեն Աստծո։ Ուրեմն ինչպես Հիսուս աղոթքի մեջ ասավ, նախ խնդրեցեք Աստծո թագավորությունը կամ արքայությունը եւ անոր արդարությունը, երբ որ մենք Աստծո արդարությունը եւ թագավորությունը խնդրենք, այդ մյուս բաները Աստված մեզի արդեն գուտա, ինչ որ մեզի պետք է։ Դասը Հիսուս կհասկանա մեր վիճակը եւ միայն կդադարե մեր անդարբերությունը։ Եթե իրեն հանդեպ անդարբեր ես, ադերության պես բանն է անդարբերությունը։ Անգջանշտա կյանքի ճնշումները, ինչպես մենք, բայց կազատվի անոնցմե հեռանալով եւ միայնակ աղոթելով։ Հիսուս ամեն օր գերտար, արդու թեր գսել չլուստած, լերմը գերտար, անաբատերմը գերտար, 1 ժամ ավելի գաղոթեր, կամ ամբողջ գիշերը գաղոթեր, եթե պետք ուներ, հեռանալով այդ միջավայրեն։ Սամսոնը ինգա, որովհետև կգարձեր թե ուժեղ է, այս սեփական ուժերու վրա դրած էր հույսը, քայթաղություն հաղթարելու համար, բայց Հիսուս իր հույսը դրավ Աստծո վրա եւ նույնիսկ անցաշաբաթ ասենք, ասավ, եթե կարելի է քո գամքը դաշ բաժակի ինձ մեղրացուր։ Ամեն օր մեզ մեր յուրաքանչյուրս մարդ կմղե մեղքի թեմ։ Քանի որ մեր հոգիներում թշնամին
սատանան կփորձե թույլցնել գործանել մեր հարաբերությունները Աստծո հետ։ Այն կճանչնա մեր թույլ կողմերը ճիշտ անոց վրա կենտրոնանա։ Սրանք աշխարհի փոխել մեր մտածողությունը, մեր մտադրությունները եւ կորզողությունները։ Բայց հիշենք, որ մեր հավատն է, որ գոգնե կանգուն մնալ, իսկ հավատ կուքա Աստծո խոսքը լսելեն։ Ինչի թեմ ես կբայքարեմ այսօր։ Եվ ինչպես կնա Աստծո խոսքը օգնել ինձ այս պահին։ Աստծո խոսքը կարդալով։ Քանի համարներ կարդանք Մատթեոս 5-րդ գլուխեն 5, 6, 7, չեմ գիտեր ով ունի։ Մատթեոս 5-րդ գլուխ 28-29 ով որ ունի։ Քոնը 7-ն է։ Կարդա, ով որ այո Մատթեոսեն ով ինչ ունի թող կարդա։ Քանի շատ է դեղը, երկու գլուխ է, քանի համարներ ընտրեցինք։ Հա։ Բայց ես ձեզի կսեմ, ով որ կին մարդու կնայը, անոր ցանկանալու համար, ալ անիկա իր սրտի մեջ շնություն վրավ անոր հետ, ակ եթե քո աչ ձեռքը քեզ կգայթակղեցնե, հանես անիկա ու քեզնե ձգե, վասանձե աղետ է քեզի, որ անդամներդ մեկը որսուի, բայց քո բոլոր մարմինը դժոխ չծգի։ Այո, այսինքն եթե քայթաղություն ունիս, ավելի լավ է որ աչափ քեշ է քայթաղությունը, որ ոնց ինչպես է ցերկդ կդրես կամ աչքդ հանես, աչափ քեշ է, երբ որ քայթաղություն մգա կյանքիդ մեջը։ Անի քեզի գնա երկինքեն զրգել։ Կյանքիդ մեջ ալ հանկիշ չես ապրիր։ Այսինքն ցանկասիրություն ունիս, այո, հաջորդը ով որ ունի Մատթեոս Ես ուներ, բայց չհասկացած 6-ի 7-ից 4-ը գրված, 6-րդ գլուխ 7-ից 4 համարներ։ Աչե։ Մատթեոս որը սկզբից գրված է 5-7 Ներողություն։ այստեղ։ Չէ, սա 5 ու 7 գլուխներ, այս 6-ը 2-ից 4-ը։ 6-րդ գլուխը 2-ից 4-ը, հա։ 6-րդ գլուխ 2-ից 4-ը։ 5, 6 եւ 7 գլուխներն ենք սերտում Մատթեոսի, Հիսուսի հրերան քարոզը, բայց երկար ժամանակի համար ուզեցինք մի քանի համարներ միայն վերցնել։ Ուստի երբ ողորմություն կնես, արջևը փող մի հնչեցնե, ինչպես կեղծավորները ժողովարաններում ու փողոցներում մեջ կրեն, որպեսզի մարդոցմե փառավորվին։ Ճշմարիտ կսեմ քեզի, անոնք իրենց վարձքը առած կլան։ Իսկ դուն երբ ողորմություն կնես, ցախ ձեռքդ թող չմնա աջ ձեռքիդ ինչ տալը, որպեսզի քո ողորմությունը գաղթու կլա եւ քո հայրդ, որ գաղթուկը կտեսնե, քեզի հայտնապես հատուցում պիտի ունենա։ Այո, շնորհակալ եմ։ Այսինքն գսե թատրեր ամենուն պատմեն թե որչափ լավն ես տուն, որչափ լավ բաներ ըրիր, այլ գսե խոնար եղիր, ինչպես Հիսուսի պես խոնար եղիր։ Ասոր արժի փող մի հնչեցներ։ Մի պատմեր ամեն ըրածներդ։ Ցկե որ Աստված գիտե ըրածդ։ Այո, ուրիշ Մատթեոսին ինչ ունենք։ Մեկից երկուսը։ Կատարեն զամիգա պիտի նմանցներ խելացի մարդումը, որ իր տունը վեմի վրա շինեց։ Անձրև իջավ ու գետերը վազեցին ու հովերը փչեցին, զալգին այն այդ տունը, բայց չփլավ, վասնզի վեմի վրա հաստատված էր։ Այն որ այս իմ խոսքերս կլսե ու չի կատարեր, կնմանի անխիլտ մարդումը, որ իր տունը ավազի վրա շինեց։ Անձրև իջավ ու գետերը վազեցին ու հովերը փչեցին եւ զարկեցին այն տունը ու փլավ։ Մեծ էր անոր կործանումը։ Ու երբ Հիսուս մնաց լմանցուց
այս խոսքերը ժողովուրդը կզարմանար անոր վարդապետությանը վրա, դասնզի իշխանություն ունեցողի մպես կսորվեցներ անոնց ոչ թե դպիրներուն պես։ Այո։ Այսինքն եթե երկու տուն կար, երաշապ նման էին ամեն ձևով, դրսից որ նայես չէիր իմանա որ ինչ հիմքի վրա է շիմաստունը, մինչև որ անձրևները եկան, մինչև փոթորիկները եկան, միայն այդ ժամանակ հայտնի եղավ, թե որ տունը ավազի վրա էր, որ տունը հիմքը ժայռի վրա էր։ Ինչու համար, քանի որ ժայռի վրա տունը հաստատ մնաց։ Իսկ ավազի վրա եղող տունը գնաց, փլվեց գնաց։ Ուրեմն ասма քո հավատքը դիր Հիսուսի վրա, որպեսզի ժայռի նման ամուր հաստատ մնա քո հավատքը։ Ասма ինքնավստահությունը կտապալի մեզ, ինչպես Սոմսոնի դեպքում։ Ուրեմն ուրիշ միտեղ ասма մի դատեք, որ չդատվեք, դաթարեք այդքան քննադատող եւ դատապարտող լինել ուրիշների հանդեպ։ Թող Աստված լինի դատավորը։ Հետո շարունակում է Աստված ասում է օրհնեք ձեր թշնամիները, մի անիծեք։ Ինչի համար։ Դաթարեք ատե եւ բացասական զգացմունքներ եք տածում նրանց հանդեպ, ովքեր վատ են վարում ձեզ հետ, դա միջապես խոնչնդոտ է ստեղծում ձեր եւ Աստծո հարաբերությունների մեջ։ Հայ հակառակը եւ դա նույնիսկ անդրադառնում է ձեր վրա, այդ բացասական ազդեցությունը, այդ զգացմունքները ձեզ վրա են անդրադառնում։ Դուք եք վատ զգում, լեղի է, դառնություն է մտնում կյանքի մեջ։ Ուրիշ էլ ասում է, ով որ իր եղբորը դեմ սրտողի կամ բարկանա, դատաստանը կենթարկվի։ Ասում է, կարող է դուք արդարացնում եք ձեզ ինչու եք բղավում ձեր մտերիմների վրա։ Ինչպես է ասում ձեր բարկությունը Աստծո հետ ձեր հարաբերությունների վրա։ Էլ չասած նրանց վրա բարկանում եք։ Ասենք մի քանի ոլորտներ են, որ մեջ մենք կնանք սայթակել։ Հիսուսը զգուշացուց, թե ինչ պետք է անենք, երբ մեր ձեռքերը, ոտքերը, աչքերը մեղքի մեջ կցկեն մեզի։ Հերու գնանք ատկե։ Քալով օրենքին, ինչպես կսահմանեք կնագարակրեք մեղքը ոչ քրիստոնյանացնավորության համար, ինչպես Աստված կնագարակրե մեղքը։ Գարտան Հռոմեացիս 3:20։ Հռոմեացիս 3:20։ Այո։ Ասել եմ նոր աչե, որ մարմին դիտի ճարտարանա օրենքի կոզերով է, անձի օրենքով մեղքը գճացի։ Այո, ուրեմն օրենքը ինչու համար է, որովհետեւ մեղքը գիտնանք թե ինչ է։ Օրենքը հայելի է, երբ որ ցերկդ երեսդ աղդոդ է, դու չես տեսար աղդը, հայելին գերտաս, հայելին քեզի գծծնե, միայն գծծնե, հայելին չի գնա քեզի սրբել։ Եվ գամ թաստիարակը քեզի միայն գսորվեցնե, գդանի թաստիարակ հետաքրքիր բան է, թաստիարակը սա անե որ թայագն է, որ երեխային թբրոց կդանի եւ թբրոցեն գբերե ու շատիր գլա որբիսի բամը չի բադա երեխային, ճամփուն մեջ անոր ուղղություն գուտա, բայց թաստվողը թբրոցն է, թաստածուն Հիսուսն է։ Այսինքն օրենքը մեզի գսե որ ինչ ճամփով Հիսուսի կով գնանք եթալ եւ մեզի մեղքը գծե որբիսի մենք մեղքը ետ դառնանք։ Օրենքը նման է ակնոցի որբիսի հստակ տեսնենք թե իրական ինչ կա մեր շուրջը։ Եվ թե ինչպիսին ենք մենք։ Գսե դասը բադվիրանքները գրված է Աստծո մադով։ Հիսուսը գտնեց անոնց կարևորությունը եւ սիրիր քու դեր Աստծուն քու ամբողջ սրտովդ, ամբողջ հոգիովդ, ամբողջ միտքովդ եւ ամբողջ զորությունովդ։ Ասի առաջին բադվիրանքն է։ Այսինքն երկու դախտակներուն առաջին դախտակին վրա առաջին ասի է, երկրորդը սիրեր քու անգերոշեդ քու անցիդ պես, ասիա երկրորդն է մարդկային հարաբերությունը, ինչպես գիտենք, սրանց ավելի մեծ բադվիրանք չի գա։ Այս երկու բադվիրանք կախված են ամբողջ օրենք եւ մարգարեները։ Նոսկրևը գսե Աստված իր օրենքը դված է որպես միջոց պաշտպանելու մեր հարաբերությունները իր եւ մեր մնգերներուն հետ։ Ո՞ր մեկ Աստծո բադվիրանք եթե առնես եւ ասես որ ասիգա գոդրեմ նայր թե անոր հետևանքը ինչ կլա։ Օրինակ սուտ խոսիլը։ Եթե մեկ ու մեկ սուտ կխոսիս, քո հարաբերություն կգդրես եւ վերջի ածուդը մեջտեղ գելը։ Կամ եթե կուզես որ մեկ քեզի սուտ խոսի, չես ուզեր։ Կամ ուզես որ մեկը քեզ մեկ կողնա, գնաս մեկը դու ընտրավիրի թե գիտնաս որ անիգա ո՞ր մեկ ադեն գնա կողնալ քեզ մե։ Իչուզես, որ հարաբերություն կգդրվի։ Աստծո բոլոր խոսքերը ոսկի պես են, հանգարժեք են մեզի համար։
օրենքին հաջող կվնասե ցևական օրինաբահությունը, որ կներկայացվի սիրո ու ազատության փոխարեն։ Այսինքն ցևականորեն օրենքը կբայս, բայց իրականության ներքո սեր չունիս, անի չլար։ Ադի օրենք պահել չէ կամ օրենքին հրա չէ, պետք է ներսեն սեր ունենա սնելու համար։ Սիրո արտահայտությունը պետք է լավ որ թիմացին չես ծդեր, թիմացին չես քողնար, չես ամփարոչես լար, քանի որ սեր ունիս։ Ծնողքդ կսիրես, անոր համար անոնց կհարգես։ Սեր պետք է լա։ Ուրեմն երբ որ օրենքի մասին կմտածես, կխորիս անի քեզի կսահմանափակե, թե թեր կզորացնե։ Քեզի ուժ կուտա որ առաջ երթաս։ Օրինակ եթե կխորիս որ շուտ պետք է խոսես, օրենքը գսե որ շուտ մի խոսիր, Հիսուսի կվստահիս եւ ասուդը չես խոսիր, քեզի կզորացնե որ շուտ չի խոսիս։ Կամ ի վերջո ասուդը քեզի գործալմի բիփերը։ Օրենքը եւ աբեդարանը որն է մեղքեն ազատվելու ուղին։ Օրենքը թե այլ մեկ բան, անշուշտ քաղաքացիներու 2:16-ը գարտանք։ Քաղաքացիներ օրենքին կոզերեն չի նրատանալ, ապա Հիսուս Քրիստոսի հավատքեն։ Մենք ալ Քրիստոս Հիսուսի հավատացինք, որովհետեւ արտարանանք Քրիստոսի հավատքով եւ ոչ թե օրենքին կոզերով, որովհետեւ օրենքին կոզերով ոչ ոք չի արտարան։ Օրենքին կոզերով ոչ ոք, ինչու՞ քան արտարություն ուր դեղեն է միայն։ Մի կարծեք թե ես եկա օրենքը կամ մարգարեներ ավրելու չէ հապա գադարելու։ Եթե Հիսուս ինքը գադարեց օրենքը, այսինքն ինչ որ ինքը գրած էր ինքանոր հավեմատ գիտա որ իր կյանքը շիդակ ճամփը վրա գաբրի։ Մեզի սիրեց, Աստված սիրեց, գուրկ չի բաշտեց, շաբաթը բահեց, կսե ամեն շաբաթ իր սովորության համեմատ եկեղեցի կմտնար։ Ինչպես ծնողները սահմանած են սահման երեխային համար որբեսի անիգա աբահով լա այդպես էլ Աստված օրենքը կսահմանե որ կբատմի իրեն փնավորության մասին որբեսի մենք աբահով լանք Հիսուսի հանդեպ սերը օրենքի կենտրոնին մեջն է Հիսուսը ասավ եթե ինձ կսիրեք պահեցեք իմ բادվիրանքներս երբ մենք իսկապես կսիրենք Հիսուսին բնականաբար կցկտենք պահել անոր օրենքը երբ հստակ կտեսնանք անոր օրենքը ավելի կմղվենք սիրելու Հիսուսը եւ ամենակարևորը Աստծո հանդեպ մեր սերը խթանելու լավակու միջոցը խաչի տեսիլքը եւ Քրիստոսի փոխանորդական մահը միշտ մեր աչքին առջև ունենալն է այսինքն երբ որ մենք ամեն օր գնայինք խաչին որ Հիսուս մեզի համար խաչ ելավ մենք արդեն կուզենք որ մեղքը հեռու գնանք չենք ուզեր մեր մեղքը նորեն անենք որ խաչին հանենք Հիսուսը Որքան հավատանք օրենքին եւ անիգա բահելու կարևորությանը միշտ պետք է հիշենք որ Աստծո առաջ մեր իրական գարքավիճակի առումով օրենքը միայն կթադաբարդե Օրենքը երբեք չի ներել չի գնար ներել օրենքը քեզի միայն գցնե քո մեղքդ Այն ցույց կտա ինչու մենք գարիք ունենք ներման ինչու գարիք ունենք արդարացման ինչու գարիք ունենք քավության ճիշտ անոր համար օրենքի հետ միասին նույնիսկ օրենքի հիմնովին հասկանալու հիմքում աբեդարանն է այսինքն Քրիստոսի մահը մեր փոխարեն որ գվերակրե ոչ թե մեզ օրենքը բայելով այլ հավատքով գարտանք գարտացինք Հռոմայացիս 3:28-ը չէ չի գարտացինք Հռոմայացիս փած է Հռոմայացիս 3:28-ը Հա գարտացինք արդեն 2:16-ը քաղաքացիս 2:16-ը գարտացինք Ներողություն Ֆիլիպեցիս 3 ու իր մեջ գտնմի ոչ թե իմ արդարությունս ունենամ որ օրենքեն է հաբա Քրիստոսի հավատքով եղած արդարությունը որ Աստուծմե է հավատքով Հիմա իմանալ ուրիշ բան է գիտնալ ուրիշ բան է անելը կորզատրելը ուրիշ բան է չի դա է Ոչ թե ամեն ինձի դեր ըստողը գսե երկի թակավորություն բիտ մտնա, այլև անոնք որ իմ հորս կամքը կգադարեն։ Այո։ Հիսուսը կբարձապանե։ Շատերը իրեն մասին գիտեն, բայց իսկապես իրեն չեն ճանաչներ։ Լսած են Հիսուսի մասին։ Իհարկե, գիտելիք փնտրելը կարևոր է,
ասφարջը գսե որ Աստծո ժողովուրդը կգործանվի գիտելիքի բագասի պատճառով։ Գիտելիք չունենալու համար, կամ չես գիտել կգործանվես։ Կամ մերժած է Աստծո վերաբերյալ գիտելիքը։ Սակայն Աստված կհրավիր է ճաշտալ եւ սիրել, եթե այդ գիտելիքը չի փոխել մեզ, չի խորացնել մեր հաստատակամ ներվածությունը եւ մեր ընթացքը Աստծո հետ անօգուտ է։ Մեր գիտելիքը, որ մեզի հիմա մենք կսորվենք, անի պետք է ինձ ավելի մոտեցնե Աստծո երկու երիտասարդներ դղամ աղջիկ իրար ու գծանոթանան, առաջին օրվանե չեն որոշել որ պիտի ամուսնանան, քիչ իրար ու գսերդեն, կտեսնան, կհասկանան, միասին կքալեն, կխոսին, ի վերջո անոր բնավորությունը մեկը գսիրեն, մյուսին բնավորությունը մյուսը գսիրեն, կսկսին իրար ու սիրել։ Այնուհամար երբ որ Աստծո գճաշտանք, կամած կսկսենք, երբ որ կտեսնանք իրեն սերը մեզի հանդեպ, կհասկանանք իրեն սերը մեզի հանդեպ, իրեն փառությունը մեզի հանդեպ, ողորմությունը, քութը, իրեն շնորհքը մեզի հանդեպ, այնադեր մենք կուզենք իրեն անդրադարձնել այդ սերը։ Ուզենք չէ, ուզելով կուզենք սիրել իրեն։ Պապակիս Քրիստոսը ճանչնալ անցնալիս։ Այո։ Ուրեմն Հիսուսը ասա որ թրախտ մտնելու նախապայմանը Աստծո գամքը գադարելն է։ Ի վերջո Աստծո ճաշտալը կայම մենք չենք գնալ գադարել անոր գամքը առանց անոր ճաշտալու։ Եթե քու երեխատ գսե որ քեզի գսիրե, սորապար գնե այն ինչ որ իր մեկ խնդրես որոնե, անոր կորձողությունը կբացահայտեն քու քեզի հանդեպ ունեցած իր սիրո եւ հարկանքի խորությունը։ Երեխայիդ վրա գնաս տեսնալ ադիգա։ Մեզնալեն վերջը շատ չեմ խորիր, բզդիկ եղած ադեն ավելի գուսեմ հասկանանք, մեզնալեն վերջը արդեն երեխա չեն։ Նույն կերպ երբ որ մենք կսիրենք Աստծո, գուսենք կատարել Աստծո գամքը, որովհետև գիտենք որ ավելի լավ բան մենք չենք գնալ անել մեզի համար։ Մեր արձագանքը անոր ի վերջո մեր հնազանդությունը, որպես մեր սիրո հեղում ցույց կտա անոր հետ մեր հարաբերության իրական բնույթը։ Ուրեմն լեռան քարոզի մեջ 7-րդ գլուխ Մատթեոս 7:24-29 ով որ ունի 24-29 չկարդացինք կար 7:24-29 կարդացինք Նորեն գարտամ։ նորեն կարդա Գարտամ։ Als ob ihm խոսքերս կլսե ու կկատարե զանոն, զանգապի նմանցնեմ խելացի մարդումը, ով իր տունը վեմի վրա շինեց։ հա Անձրև իջավ ու գետերը վազեցին ու հովերը փչեցին, զանիկ ինչ զարկին անտունը, բայց չփլավ։ Վասնզին վեմի վրա հաստատված էր։ Ան ով այս իմ խոսքերս կլսե ու չի կատարել, կնվանի անխետ մարդումը, ով իր տունը ավազի վրա շինեց։ Անձրև իջավ ու գետերը վազեցին ու հովերը փչեցին ու զարկին այն տունը ու փլավ։ Մեծ է անոր կործանումը։ Ու երբ Հիսուս լմնցուց այս խոսքերը, ժողովուրդը կզարմանար անոր վարպետության վրա, վասնզի իշխանություն ունեցողի մպես կսորվեցներ զանոնց, ոչ թե տպիդներուն պես։ այո այսինքն իշխանություն ունեցողի պես երբ որ գսել այսպես է եւ այդպես էր տպիդները գրնային կարելի է այսպես է կարելի այդպես չէ ինքը հաստատ կխոսեր բամը գիտեր որ հաստատ գիտեր ինչպես պիտի խոսի անորոմա իշխանություններ եւ իշխանություններ Հիսուս մեզի հետ խոսելու համար ուրեմն պետք է բացվին մեր ագաշները մեր սիրտերը ընդունակ գլան Աստծո խոսքը ընդունելու որովհետեւ մեր հարաբերությունը սկսի իրեն հետ ալալ Աստծո հետ մտերիմ հարաբերության ծրագիրը քաղտնիկ չէ Աստված կսե փամը քաղտնիկ չէ բահած իր զավակներն ամեն բանի խոսքին մեջ մեզի պատմեր է ասել է որ ինչպես կնանք երկնային թագավորություն ժառանգել Անբացահայտված է Աստվածաշունչի Աստծո ներշնչված խոսքի էջերուն մեջ կառաջարկե յուրաքանչյուր մարդու ամենը ազատ են ընդունելու իրեն յուրաքանչյուր մարդու ազնական ընդրությունն է հավատքով ընդունել այն յուրացնել Քրիստոսի գադել արդարություն եւ ապրել այդ արդարության մեջ Վերջացության համար պիտի կարդամ Հիսուսի օրոք ոմանք կգարձեին թե ան եկած է օրենքը վերացնելու բայց այդ շատ հեռու է ճշմարտին Հիսուսը լույս սփռեց օրենքի եւ Աստծո քեղեցիկ բնավորության վրա եւ գադարելու օրենքը որովհետեւ ցույց տա թե ինչպիսին է Աստված
Եվ ժողովրդի սիրտին մեջ անգերց ագնացանք կպահպանվի Աստծո սուրբ խոսքի հանդեպ, միայն այդ դեպքում անոնք կրնան հույս ունենալ կատարելու աստվածային նպատակը։ Այսինքն, երբ որ Աստծո խոսքը գլսե մեկը, պետք է ագնացանք ունենա, այսինքն հավատա, որ ադի Աստծո խոսքն է, Աստծո խոսքը, այսինքն ինձի ստեղծողին խոսքն է։ Ինչպես որ մեկը կորձի գերտա եւ բոսը փամը գսե, վերջացավ այդ բոսի նսածը պետք է լա, թե ոչ կորձեն գանեն իրեն, չէ՞, այդ վախը գագամ։ Մենք բայց այդ վախը չունենք, այո, սիրով Աստված մեզի գհրաբիր է։ Դասը ինձի իմ խոսքս մնի գրե որ ապրիս, որ կյանք ունենաս։ Այո։ Մեր կյանքը վարակված է մեղքով, որը մեզ կբաժնի Աստծուց մեզ, սակայն Աստված կրավի, որ իրեն ճանչնանք եւ սիրենք ամբողջ մտքով, ամբողջ սրտով, ամբողջ հոգիով, ամբողջ զորությամբ։ Ինչ որ ունիս, սիրե Աստված։ Մի վախնար։ Աստված բարի է քեզի հանդեպ։ Երբեմն մարդիկ կան, լսած եմ, ասեն, որչափ որ գիտնամ, աչափ իդ բահանջվի ինձ մե։ Այնպես մի վախնար բահանջվելուն մասին։ Ցոն Աստված սիրե, Աստված քեզի գոկնե։ Ցոն ուզելով իդնես ադիգա։ Ուրախությունով։ Այ ուրախությունով եւ այդպես երբ այդպես վարվենք, բնականաբար շատ սեր կունենանք ուրիշներու հանդեպ, Աստծո եւ մեր ցավերի հանդեպ նման սերը ներդրված է Աստծո օրենքին մեջ, որ դրված է պաշտպանելու եւ պահպանելու մեր հարաբերությունները իր եւ շրջապատում գտնվող մարդկանց հետ։ Աստծո օրենքը նրա բնավորության գեղեցիկ արտացոլումն է եւ երբ մենք կհասնանք անոր օրենքը, մեր հարաբերությունները անոր հետ ավելի կամրապ ընթվին։ Շնորհակալ եմ, որ ինձ հետ միասին սերդեցինք։ Նաեւ բարեկամս կուզենք մաղթել մեր շատ հերոին եկող հյուրերուն, Սուսիգը, Արևիկը, Շամամը եւ նաեւ մեր ընդհանուր ժողովուրդը, որ հոսեք, Ձեզիալ բարի եկաք, Լուսինե, Քոհար, Նաթան, ես եղբայր, մայր եղբայր, սելա, Սարգիս, Թակուի, ամենս ալ, ովքեր որ մեզի հետ, հայո, ովքեր որ մեզ եթերում գտեսնան, Աստված ողորմե իր խոսքին ծերդողությունը, մինչև հաջորդ հանդիպում։ Okay, հայր մերը երկենք, չավորության։